Մայիսյան հերոսամարտերի 107-ամյակի առիթով Սարտարապատի հայ ազգագրության թանգարանում նոր ցուցադրություն է բացվել։ Այցելուներին են ներկայացվում հավաքածուներ Շիրակի եւ Վանաձորի երկրագիտական թանգարաններից։ Դրանք պատմություններ են հեռավոր անցյալից։ Անդրանիկի ժամացույցը Ղորղանյանի հեռադիտակը զենք զինամթերք։ Զենքերը օգտագործվել են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ։ Զենքերից մեկը պատկանել է Անդրանիկ զորավարի զինվորներից մեկի Բագրատ Սողոմոնյանին, իսկ ժամացույցի հետ կապված ժամացույցը պատկանել է Թովման Նազարբեկյանին, գեներալ Նազարբեկյանին, որը նվեր է տվել Անդրանիկ զորավարին։ Էլի մեր ունեցած տվյալներով թանգարանում պահպանվող տեղեկություններով անձնագրի մեջ գրված է, որ ժամացույցը գնվել է 750 ռուբլի։ Թովմաս Նազարբեկյանը ցարական բանակի գեներալ է, բազմաթիվ ճակատամարտերի մասնակից։ Սպայական աստիճաններով բարձրացել է յուրաքանչյուր կռվից հետո, բայց ճակատամարտերից մեկի ավարտից հետո, երբ գնացել է հրամանատարական շտաբ եւ իմացել, որ ցարական բանակի գաղթի հրամանով արգելվել է հայ ազգի սպաներին գնդապետից բարձր կոչում շնորհել, ազգային արժանապատվությունը վիրավորված հայտարարել է։ Պատերազմներում եւ խաղաղ ժամանակներում չեմ արատավորել սպայի պատիվը, չեմ խախտել զինվորական երթումը, ինձ համարել եմ ցարական բանակի եւ կայսրության հավատարիմ սպան, միայն հիմա իմ ժողովրդի նկատմամբ կատարված ապօրինությունից հասկացա, գիտակցեցի, որ առաջին հերթին հայ եմ եւ թողնում է զինվորական ծառայությունը։ Զենքը նորից ձեռքն է վերցրել առաջին աշխարհամարտի ժամանակ եւ Դիլմանի ճակատամարտում Անդրանիկի հետ պարտության մատնել Խալիլ Բեյի դիվիզիային։ Նազարբեկյանը հայկական նոր կազմավորված կորպուսի հրամանատար է նշանակվել 1917 թվականին, 2 տարի անց ստացել է գեներալ լեյտենանտի կոչում։ Առանցին անկյուն էլ նվիրված է Ղարաքիլիսայի ճակատամարտի մասնակից Նիկոլայ Ղորղանյանին կամ Կորգանովին։ Ուշադրության կենտրոնում է հատկապես հեռադիտակը, որը նրա անբաժան ուղեկիցն էր բոլոր կռիվների ժամանակ։ Ղորղանյանը դաժանաբար սպանվել է Երևանի բանտում 1921 թվականին։ Քաչ հրամանատար է եղել, նրան վստահվել է բազում կարևոր գործողություններ, որ ինքը շատ լավ կատարել է։ Մայիսյան հերոսամարտերի առիթով թանգարանին 200 տարեկան գորգ նվիրեց Գերմանիայում բնակվող Ֆելիքս Մովսիսյանը։ Գորգը նրա ընտանիքին է հասել Ղարաբաղից եւ երկար տարիներ պահպանվել է Չարենց հավանում։ 6 մետրանոց գորգը Մովսիսյան եղբայրները երկու մասի են բաժանել։ Երկրորդի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։ Որպեսզի երկու եղբայր իրար հետագայում գտնեն, որովհետև երկուսն են տարբեր ճանապարհներով են գնացել, ուրեմն այս գորգը պետք է միացնեին իրար։ Մյուսը պետք է ճշտեմ, ճիշտն ասած, ինձ թվում է թե կա, բայց այսպես խորը չեմ ուսումնասիրել։ Գորգը կհամալրի թանգարանի հավաքածուն, իսկ մայիսյան հերոսամարտերի մասին պատմությունները ժամանակավոր ցուցադրությունից հետո կտեղափոխվեն իրենց հիմնական հասցեներ։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։